Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եւ օրհնությամբ 2026 թվականի փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարված եպիսկոպոսաց հավաքը փետրվարի 19-ին ավարտել է աշխատանքը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից ներկա են եղել 25 եպիսկոպոսներ։ Հավաքի ընթացքում ժողովականները միասնական աղոթքի ու ժամերգությունների են մասնակցել, քննարկել հայ առաքելական եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Հավաքի ավարտին հրապարակվել է հայտարարություն, որի տակ ստորագրել են բոլոր 25 եպիսկոպոսները։ Հայտարարության մեջ փառք են մատուցում երկնավոր Տիրոջը, որ շնորհ է պարգևել Մեծի Պահոց շրջանի մեկնարկին աղոթական միությամբ վերանորոգելու Իջման Սուրբ Սեղանի առջև կնքած եպիսկոպոսական ուխտը եւ հոգեվոր առանձնացումով զորանալու սրբազան կոչման մեջ ներկա խռովահույս ժամանակներում առավել նախանձախնդրությամբ եւ պատասխանատվությամբ շարունակելու առաքելությունը ի խնդիր հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության աշխարհասփյուռ հավատավոր ժողովրդի հավատքի ամրապնդման եւ հոգեվոր կյանքի զորացման։ Որդիական մեր շնորհակալությունն ենք հայտնում նորին Սուրբոծություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին, ասվում է հայտարարության մեջ, ում հայրական հրավերով հայրենիքում եւ Սփյուռքում ծառայող եպիսկոպոսներս համախմբվել ենք միասնաբար խորհրդածելու հայոց եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ եւ լուծումներ գտնելու դրանց հաղթահարման ուղղությամբ։ Հավաքի մասնակիցները խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ են արձանագրել, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվել է հայոց հայրապետի եւ 6 եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից եւ մասնակցությունը եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող պատկառելի հավաքին եւ որ արհեստականորեն ստեղծված խոչընդոտի պատճառով հարկադրված են եղել տեսակապի միջոցով ունկնդիր լինել ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական պատգամին։ Հավաքին իրենց ուղերձներն են հղել նաև նվիրապետական մյուս աթոռների գահակալները Արամ առաջին Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան arczepiskopos Մանուկյանը եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Եպիսկոպոսաց հավաքի երրորդյա նիստերի ընթացքում եկեղեցու առաքելությունը արդի ժամանակաշրջանում եւ արկա մարտահրավերները հայրենիքի եւ Սփյուռքի մեջ զեկույցով հանդես է եկել Հովնան arczepiskopos Տերտերյանը։ Եկեղեցի պետություն հարաբերությունների ներկայացությունը եւ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի մեջ զեկուցումով Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը քաղաքական շահարկումներից եւ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները զեկուցումով Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։ Համատեղ կազմված հայտարարության մեջ հավաքի անդամները նշում են. Եղբայրական սիրո ու փոխհասկացողության մթնոլորտում բովանդակային կառուցողական քննարկումների արդյունքում եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս վճռականորեն վերահաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները հոգեփրկչական իր առաքելության, այլև համազգային եւ հայրենական կյանքի առնչությամբ ի մասնավորի արձանագրելով, որ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված հայոց եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է, տերունահաստատ այս կառույցը ղեկավարվում է Սուրբ Գրքով, եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով եւ առաքելական հաջորդականության սկզբունքով հայոց հայրապետների հովվապետությամբ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը հայրենիքում եւ Սփյուռքում ներառում է ազգի զավակների հոգեվոր խնամքն ու քրիստոնեական դաստիարակությունը, ազգային եւ հոգեվոր ինքնության պահպանումը։ Բազմադարյա իր պատմության հոլովույթներում հայոց եկեղեցին որպես կենթանի Աստծո եկեղեցի, սյուն եւ հաստատություն ճշմարտության, ժամանակի պահանջներին համահունչ ներքին բարենորոգությամբ միշտ կենսունակ է պահել Քրիստոսի ավետարանը քարոզելու եւ ժողովրդին դեպի փրկություն առաջնորդելու իր բուն առաքելությունը։ Միաժամանակ հայոց եկեղեցին որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության եւ առավելագույն չափով սատարել է եւ այսօր եւս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին, անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատեվության եւ ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին հայոց եկեղեցին երբեք չի ծառայել եւ չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունը անսակարգ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը եւ ազգային ինքնության պահպանությանը։
Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի պետություն հարաբերությունների անցանկալի ներկակացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, եկեղեցի պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների, հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա, վերջ դնել շինծու մեղադրանքներով և զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված 4 սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, գործել բացառաբար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին, երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովել հասարակական համերաշխություն, առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների զերծ մնալով, անհեռանկար վերջնագրային խոսույթից։ Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս միաժամանակ հորդորում են խոտորյալ 8 սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի և ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրները արծարծել և լուծել բացառապես եկեղեցու լիազոր ատյաններում, ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված, տկարացնելով եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց եկեղեցու միասնությանը։ Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում, հրամայական անհրաժեշտություն ենք նկատում հայ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։ Հայ եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին և ամենայն Հայոց կաթողիկոսին, որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության։ Օրհնությամբ Հայոց Հայրապետի հանձնառու ենք եպիսկոպոսաց ժողովի պարբերական գումարումով նպաստել եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների քննությանն ու հաղթահարմանը, մեր ժողովրդի կյանքում մեր հոգևոր սպասավորության առավել զորացմանը։ Մեր հորդորն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին անսասան մնալու իրենց կոչման և ծառայության մեջ, օրինակ լինելով հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ։ Եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը անկախ արտաքին ճնշումներից, հավատարիմ մնալով Սուրբ Ավետարանին և հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։ Այս առիթով կոչ ենք ուղղում նաև հավատավոր մեր ժողովրդին, որպես Քրիստոսով մեկ մարմին և մեկ հոգի, հավատարիմ ու համախումբ մնալու առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և աղոթակցությամբ ու նվիրվածությամբ, բարի գործերով շենացնելու և պայծառացնելու ազգային ու հոգևոր մեր անդաստանները։ Խորապես մտահոգված լինելով Բաքվում Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված կեղծ դատավարությամբ և անօրինական վճիռներով, մեր կոչն ենք ուղղում միջազգային հանրությանը և քույր եկեղեցիներին շարունակելու ջանքեր ներդնել պատանդարված հայրենիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ։ Ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ բարին Աստված բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի և ամենայն Սրբոց անսասան և անվրդով պահի և պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, զորացնի Հայոց անկախ պետականությունը, խաղաղության և բարօրության մեջ առաջնորդի կյանքը աշխարհասփյուռ հայոց ազգի։ Հայցում ենք, որ Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, բոլոր ազգերին ու ժողովուրդներին, ասվում է եպիսկոպոսաց հավաքի ավարտին հրապարակված հայտարարության մեջ։